Հնարավոր է արդյոք հայերի եւ թուրքերի միջև հաշտություն, բարիդրացիություն, հարաբերությունների կարգավորում։ Այո, հնարավոր է, եւ ես դրան կողմ եմ։ Հիմարություն է արդյոք հավերժական թշնամություն քարոզելը եւ այս կամ այն գերտերության ձեռքին գործիք լինելը նրանց դեմ, թուրքերի եւ ադրբեջանցիների։ Այո, հիմարություն է եւ ես դրա հետ համաձայն եմ։ Բայց ես եւ իմ նման մտածող մարդկանց ու պրոթուրքական լոբբի տարբերությունը Հայաստանում նրանում է, որ մենք հարց ենք բարձրացնում, թե ինչպես, ինչ գնով եւ ինչ սկզբունքներով։ Քանի դեռ չի հաստատվել արդարություն, չի եղել զղջում հանցագործությունների համար, ցեղասպանության եւ մնացած երևույթների։ Քանի դեռ արդարացի գնահատական չեն տրվել այն ամենին, ինչ կատարվել է, եւ քանի դեռ միայն Հայաստանն է մեղավոր համարվում ամեն ինչում, չի լինելու երբեք խաղաղություն, հաշտություն եւ բարիդրացիություն, որովհետեւ դա թշնամանք է։ Ինչպես է հնարավոր հարաբերությունների կարգավորում, երբ Հայաստանն է համարվում մեղավոր հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հակամարտություններում։ Իհարկե մեղավորության որոշակի բաժին ունի, բայց դուք դա համարում եք արդարացի։ Բերում են եւ շատ լավ են անում Եվրոպայի օրինակը, թե ինչպես են Ֆրանսիան ու Գերմանիան դարերով թշնամի լինելով, ի վերջո հաշտվել եւ այսօր կարելի ասել նույնիսկ ֆիզիկական սահման չկա նրանց մեջ։ Բերում են շատ լավ օրինակ, բայց մոռանում են, թե ինչպես դա եղավ հնարավոր, ինչերից հետո։ Գերմանիան ընդունեց, որ ռազմական հանցագործություններ է արել, զղջաց դրա համար, փոխհատուցեց։ Իրենց պատմության դասագրքերում հոլոկոստ սկսեցին դասավանդել, հուշարձաններ կանգնեցրեցին, զղջալով ֆաշիզմի եւ նացիզմի համար դատապարտելով այն։ Միայն դրանից հետո մնացած նաեւ եվրոպական պետությունները, ընդունելով իրենց սխալները, որոշեցին տնտեսական հիմքի վրա ստեղծել միություն։ Դուք նման բան տեսնում եք հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում, թե հակառակը Հայաստանն է դատապարտվում որպես միակ մեղավոր, եւ Հայաստանը միայն պետք է զիջումներ անի, պետք է հրաժարվի պատմությունից, ամեն ինչից, իր իրավունքներից։ Սա դուք համարում եք խաղաղություն եւ հաշտություն, ես ոչ։ Միշտ ողջունել եմ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների խորացումը, նույնիսկ համարել ցանկալի, եթե Հայաստանը Եվրամիության անդամ դառնա, բայց մի պայմանով, որ դա երբեք չդառնա աշխարհաքաղաքական հակամարտություն, եւ Հայաստանը չվերածվի մի նոր պոլիգոնի Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները պարզելու։ Եթե կա կոմպրոմիս, Հայաստանի ցանկացած դիրքավորում ինձ համար ընդունելի է, եթե դա բխում է մեր երկրի եւ մեր ժողովրդի անվտանգությունից եւ բարգավաճման շահերից։ Այսինքն, եթե Եվրամիության անդամակցությունը, որը մենք գիտենք իրատեսական չէ, Թուրքիան չի դարձել, որ մնաց Հայաստանը դառնա, առանց Թուրքիայի անդամակցության Հայաստանը երբեք չի անդամակցի, իսկ եթե Թուրքիան անդամակցեց, միշտ վետո է դնելու, քանի դեռ չկատարեն նրա պահանջները։ Այսինքն մենք ելնում ենք իրատեսությունից եւ շահերի դասավորությունից։ Եթե դա կբերի խաղաղություն ու բարգավաճում, Հայաստանը կարող է դառնալ թե Եվրամիության անդամ, թե ԵԱՏՄ-ի անդամ, ինչի անդամ ուզում է դառնա։ Կարևորը, որպեսզի Հայաստանը դրանից շահի, իսկ Հայաստանի հարևանները չթշնամանան մեր հետ։ Սա է իմ առանցքային ելակետը։ Ես ուղղակի հիմք եմ ընդունում Հայաստանի համար արդարացի լուծումները, քանի դեռ չկա արդարություն հաստատված, խաղաղություն չի լինելու։ Եվ դա համաշխարհային փորձն է հաստատում։ Այնտեղ է եղել խաղաղություն, որտեղ սխալներ ընդունվել են, հանցագործությունները ճանաչվել են, եւ այդ ամեն ինչի համար ներողություն են խնդրել ու ամեն հարաբերությունները սկսել են նոր էջից կառուցել։ Թուրքիայի կողմից դուք տեսնում եք նման գործընթաց, Ադրբեջանի կողմից ոչ։ Շարունակում են Հայաստանին դիտարկել որպես թշնամի։ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանը հրճակում է Արևմտյան Ադրբեջան, Թուրքիան դրան տոն է տալիս։ Եվ այսօր էլ, Նիկոլ Փաշինյանը գնացել է Եվրոպա, կրկին խոսում են Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմից։ Եվ իմ տպավորությունն է, որ ընդամենը Հայաստանի ղեկավարությունը գնում է եվրոպացիներին խափում, փող է խնդրում, որ Ռուսաստանի դեմ է իբր պայքարելու, հետո գնում է Չինաստան, ինչպես գիտեք, վերջերս Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները երբ հանդիպեցին, Հայաստանի վարչապետն ասաց, որ Հայաստանն ու Ռուսաստանը եղբայրական պետություններ են։ Ես չգիտեմ, թե այսպես մեկը մյուսին խափելով ուր կարելի է հասնել, բայց ես լավ հեռանկար չեմ տեսնում այդ ինքն իրեն գժի տեղ դնելու քաղաքականությունից, որը շարունակվում է մինչև այսօր։ Քանի դեռ Հայաստանն է համարվում կոնֆլիկտների միակ պատասխանատուն, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները երբեք չեն կարգավորվելու։ Եվրոպացիները ասում են, որ Ռուսաստանը Հայաստանում ինչ-որ հիբրիդային պատերազմ է վարում, ընդունենք թե այդպես է, բայց ես հարց ունեմ, հայերին կոնկրետ սպանած, բայրակթարներ Ադրբեջանին մատակարարած եւ նույնիսկ խոսակցություններ կան, որ Սիրիայից ահաբեկիչներ մատակարարած եւ հենց իրենց սպեցնազը մասնակցել եւ իրենց զինվորները, իրենց ինստրուկտորները մասնակցել են Արցախում հայերի կոտորասպանություններին եւ 150,000 արցախցիների արտաքսմանը։ Դա Թուրքիան օրինակ հիբրիդային պատերազմ չի վարում։
Երբ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի նարատիվներին, որ պետք է Զանգեզուրի միջանցք բարձվի, Հայաստանում դա հիբրիդային պատերազմ չէ, այդտեղ անելիք չունի, Եվրամիությունը, որի մաքսային միության անդամ է Թուրքիան, որի հետ ՆԱՏՕ-ում ռազմաքաղաքական դաշնակիցներ են, ասելիք չունի Թուրքիային, որ քանի տասնամյակ է փակել է Հայաստանի հետ սահմանը եւ նույնիսկ մի միլիմետր քայլ չես կատարում հաշտության ուղղությամբ, որովհետև սա հայ-թուրքական սահմանից բացի Հայաստան-Եվրամիություն մաքսային սահմանն է եւ այն փակ է, դա հիբրիդային պատերազմ չէ, որևէ կոչ, հորդոր, ազդեցություն Թուրքիայի վրա, որպեսզի Հայաստանի շահերը հարգվեն եւ որպեսզի հարաբերությունների կարգավորումը չվերածվի Հայաստանի պարտության եւ անինքնասիրության արժանապատվության ստորացման արարողության։ Միթե դա հնարավոր չէ, այսինքն այստեղ հիբրիդային պատերազմի տարեր չկան, բայց ես ասում եմ, ես տեսնում եմ, որ հենց Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված չէ, որովհետև գնում են Եվրոպա, ոչ թե ասում են մեզ օգնեք Թուրքիայի հետ հարաբերություններում, օրինակ Թուրքիային սաստեք, ոչ։ Դրանք թուրքերի եւ ադրբեջանցիների ձեռքը բռնած գնում եւ Եվրոպայից փող են ուզում ռուսների դեմ հիբրիդային պատերազմ վարելու համար եւ ես ուզում եմ հասկանալ դրանից մեզ ինչ։ Արդյոք Հայաստանը շահում է դրանից եւ հայ ժողովուրդը, եթե շահում է, խնդիր չկա։ Եթե դա բերելու է օրինակ Արցախահայերի վերադարձին Արցախ, խնդիր չկա, ինչքան ուզում եք վարեք։ Եթե Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմը բերելու է Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման, զղջման, փոխհատուցման, ինչքան ուզում եք վարեք, որովհետև հայ-ռուսական դաշնակցությունը գիտեք ինչի հետևանք է։ Դա հետևանք է Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության Հայաստանի դեմ։ Եթե Թուրքիան չսպառներ հայերի եւ Հայաստանի ոչնչացմանը, Ռուսաստանի հետ մեզ ոչինչ այդքան չէր կապի։ Հայ-ռուսական հարաբերությունները երբեք այդպիսին չեն լինի եւ Հայաստանում երբեք չեն լինի ռուսական ռազմաբազաներ։ Միթե այս պարզ բանը հասկանալի չէ եւ կարելի է այս իրողություններով մոլորեցնել։ Այլ ընկել են մեկ այլ ծայրահեղության մեջ, որ Թրամփը կարող է փրկել Հայաստանը, Արևմուտքը կարող է փրկել Հայաստանը Ռուսաստանից։ Պատկերացնում եք։ Մի ժամանակ Ռուսաստանն էր մեզ փրկում Թուրքիայից, հիմա թուրքերի հետ Արևմուտքը մեզ փրկում է Ռուսաստանից։ Նման տրագիկոմեդիա կարելի էր միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների ղեկավարությամբ ականատես լինել։ Բայց խնդիրը ոչ թե անձերն են, ոչ թե նույնիսկ պետություններն են, այլ այն սկզբունքներն են, որոնց շուրջ հարաբերություններ են կառուցվում եւ կարգավորվում։ Եվ ես արձանագրում եմ, որ այդ սկզբունքները մեր դեմ է օգտագործվում եւ խախտված են արդարության սկզբունքը, փոխադարձության սկզբունքը, համարժեքության սկզբունքը, բոլոր սկզբունքները, առանց որոնց հնարավոր չէ հարաբերությունների կարգավորում եւ խաղաղություն, անտեսված են։ Միայն Հայաստանն է զիջում եւ միայն Հայաստանն է հռչակվում մեղավոր ու պատասխանատու այդ հակամարտություններում։ Սա անարդարացի է։